Բարև ենք ձեզ նոր գնանք էլի, բարև եղբայր, մեր բուկլետից է ձեզ նվիրենք, բարև եղբայր։ Մենք քարտեզ երկու տանեմ հորս տա։ Հաճույքով եղբայր, հաճույքով։ Աստված առողջություն, քանի տարեկան է։ Վիրահատել են տամար չտարել, սկեմ բարև ձեզ։ Առողջության ապահովագրությունով են վիրահատել, նորմալ եղել է։ Էս էլ քեզ եղբայր։ Լավ եք դրա։ Ժորժ ջան, բարև, մի րոպե գամ ձեզ բարև եմ։ Այս արանքներով եղբայր, այ եղբայր, այս արանքներով ճամփա կա դեպի գյուղամեջ, պետք է հետ գանք, ոչինչ, լավ, ոչինչ։ Այս լավ գառներ են։ Որ տենց հերվից սրտի կարեցիք, ոնց կարայինք չմոտենայինք ձեզ, մի հատ բարևեինք, մի հատ բուկլետ նվիրենք, մի հատ քարտեզ նվիրենք։ Բարև մայրիկ ջան, բարև ձեզ։ Մայրիկ Մենտյան տարեդարձին եկել եք մեր գյուղ։ Վայ, շատ ուրախ ենք, շնորհավորում ենք մայրիկ ջան, ձեր ծննդյան տա։ Ձեր թոշակը բարձացել է։ Իսկ անկանխիկ առևտուր անում եք։ Հետ ստանում եք ինչ որ գում, ինչքան եք հետ ստանում։ Ինչքան է թոշակը բարձացել։ 10,000։ Իսկ անկանխիկով հետ ստանում եք ինչքան։ 10,000։ 10,000 էլ ստանում եք, 20,000 ավելացել է։ Առողջության ապահովագրությունից օգտվել եք։ Հա, դե աչքը վիրահատել։ հա, ձեր տղային տեսանք ընդեղ։ Դե ձեր Վիրահատել են ուզում եք ձեզ տեսնել։ հարմար է մտնեմ։ Ես ու առողջապահության մտնում ժողովուրդ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Տիկին Ավանեսյան, եկեք։ Բարև ձեզ, կարելի է։ Բարև ձեզ։ Ոնց եք հայրիկ ջան։ Իմացանք վիրա։ Ցավը տանը, բայ։ Պարկի։ Ամենասիրելի մարդս։ Շնորհակալ եմ, Եղբայր ցավը տանը, ամանալա մարդ։ շնորհակալ եմ։ Լավ եք։ Լավ եմ վիրահատե աչքը։ Եթե կես եմ, կես մեռնեմ։ Բայց ստես մարդս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Այ չի երազում է։ Շնորհակալ եմ։ Դե լավ եղեք։ Մտանք ձեզ առողջություն մաղթենք։ Տիկին Ավանեսյանն է առողջապահության նախարարն է։ Գոհեք նորմալ վիրահատել, ընդունել, ճամփել, ամեն ինչ տեղը տեղին, փող չեն ուզել ավել։ Ամեն ինչ լավ է։ Դե առողջ եղեք, ձեզ էլ չենք անհանգստացել։ Շնորհակալ եմ, եղբայր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Պապիկն էլ է հետ վճար ստանում, իրա թոշակն էլ է 10,000 բարձացել, շնորհակալ եմ շատ, տեսեք, ընտանիք է, 40,000 եկամուտներն ավելացել է, առողջության ապահովագրությունով էլ մարդու աչքերը վիրահատել են, ինքն է մեզ 50 ձայն խոստացավ, երեխեք ջան, լավ եք, շատ ապրեք, ձեզ քարտեզ տվել ենք, ես էլ քարտեզ ձեզ, լավ եք չէ սովորում, բայց ես քարտեզը մենակ լավ սովորողներին ենք տալիս, կամ նրանք ովքեր արդեն սկսում են լավ սովորել, գնացինք, ինչ հետաքրքիր է, երկու առաջին պատահած տեղում առողջության ապահովագրության կոնկրետ վիրահատված մարդիկ հանդիպեցին։ Դե նշանակում է սա, որ ասում ենք մեր ամենամասշտաբային բարեփոխումն է, դրա ոչ մի չափազանցություն չկա։ Ով կա բռնակոթից։ Դուք մեզ հետ եք եկեք, թե բռնակոթից եք։ Ինչն է 10,000։
Ահա, այս էլ երթ ենք անում բռնակոթում։ Ինչ ծրագրեր ենք արել հեչ բռնակոթում, դպրոց ենք կառուցում, Բռնակոթում կրթահամար ենք կառուցում։ եւ համայնքը առաջին անգամ համնախադեպ շատ մեծ թվով սուբվենցիոն ծրագրեր Դե ինչ ենք արել։ Հա, ներկայացրել։ արդեն այո հաստատել են։ Ընդհանուր ծրագրերը շուրջ 2 միլիարդ դրամ հասնում արդեն։ Բարև ձեզ։ Ձեզ բուկլետ արդեն տվել են, բայց քարտեզ չեն տվել։ Ես էլ քարտեզ նվիրեմ ձեզ։ Եղբայր քեզ թխվածք տվին։ Այս թխվածքը բեր նկարվենք։ Դե դու հեռախոսը բացի միջև ես տատիկներին բարևեմ, բարև ձեզ։ Լավ եք, ձեր թոշակը բարձացել է։ Ապրես Հաստատ ինչքան է բարձացել։ պատերազմը կանգնել ամեծ համ Պատերազմը չի կանգնել է, խաղաղությունը հաստատվել։ Պատերազմը կանգնել ուրիշ է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ բարև Քարտեզ ձեզ։ կարևորն է դա Թոշակն էլ պակաս կարևոր չի, առողջության ապահովագրությունն էլ, բայց միանշանակ ամենակարևորը խաղաղությունն է, այդտեղ երկու կարծիք չկա։ Դուք էլ ապրեք։ Դե հույս ունեմ, որ հունիսի 7-ին կգնաք ընտրական տեղամաս եւ տեր կկանգնեք խաղաղությանը։ Գիտեք ոնց ենք տեր կանգնում խաղաղությանը։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք 16-ին, 16-րդ քվեաթերթիկը։ Լավ եղեք։ Վայ, հա, եղբայր, արի, հեռախոսը բացած, քարտեզ տվել ենք քեզ, հա, քարտեզ տվեք մի հատ, քարտեզ, դե տա էլի, ընտրական տոնական եղանակը, Կառավարության շատ վատ է, նոր լավացել։ մի րոպե սպասեք, մի րոպե, տակ իրա տանը մարդ կա, թե չէ, հրտուկ ենք դու, հա, կողպեքով ապակ, լավ, ուրեմն գնացել են մեզ հետ հանդիպման, իրանք ընդեղ են մեզ սպասում, 5 րոպե մնաց, լավ, ուրեմն գնացինք էլ չենք շեղում, Արջևում երեխեք կան, թխվածք տվեք 2 հատ, տուր ինձ, Մերն գելով երեխեք խնդրել եմ մի հատ թխված պարոն վարչապետ։ 2 հատ, 2 հատ տուր ինձ, երեխեք ջան, դուք ընդեղ երեխեքիդ չեք, չէ, ես ձեզ, Սիրուններ, ես ձեզ, ես էլ ձեզ և քարտեզ էլ ձեզ կնվիրենք, Հայաստանի քարտեզն է, գիտեք չէ, գիտեք բռնակոթեզ քարտեզի վրա որտեղ է, որտեղ կլինի բռնակոթեզ քարտեզի վրա, այ մոտավորապես այստեղ, մոտավորապես ստեղ, դե վերցրու, Ռոկման համակարգ են դարձել անց են կացրի արդեն, սուբվենցիոն ծրագրով, նաև հրապարակն են որի սուբվենցիա բարեկարգել։ հեռու չի չէ գյուղա մեջ չենք ուշանա,
Հերո է գյուղամեջը շատ կա։ Կապված է։ Շատ կա գյուղամեջի։ Քան ժամանակ։ 5 րոպե։ Բարև ձեզ, եղբայր, բարև ձեզ։ Ոնց եք տրամադրություն գյուղամեջը ինչքան է հեռու ստեղից։ Իր համար է։ Հա։ Ամու գյուղացանը գյուղամեջի։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Քարտեզ։ Մարիկ ջան, բարև ձեզ։ Քարտեզ նվիրեմ ձեզ, լավ եք։ Очень смերти շատ շնորհակալ։ Սեղմեմ ձեր ձեռքը, էս էլ մագնիսնա քարտեզի, որ կպցնեք սենց շորի վրա։ Լավ եղեք, լավ եղեք։ Ահա, ծիտիկներն է ծլվլացին։ Բարև ձեզ։ Բուկլետ ունեք, մենք էլ քարտեզ նվիրենք ձեզ։ Լավ։ Քելմին նամա։ Տվեք նամա։ Էսիսանի այն որ բելի դոմեն ասեմ են շենքի համար քանի անգամ ձեզ դիմել ենք։ Վթարային, հա։ Չէ։ Բա։ Այն հաճախել ենք 7 բնակիչ։ Զինվորականներին, հա։ Բա որը։ Սիսյանի Սարյան 65-ի փողոցը։ Որ փողոցն է։ Շատ ենք ձեզ դիմել, շատ։ Մի հատ իմ օգնականն է, մի հատ տեսեք ինչ որն է հարցը։ Ուրախ եմ շատ, Ռազմիկն Բագրատյան Վարշավա։ Ուրախ եմ շատ, ուրախ եմ։ Հերո է մեր տեղը։ Չէ, մնաց մի 100 մետր։ Հա, շատ լավ։ Շուտ է, ես մի քիչ Հա, դե որ քայլենք մի քիչ ժողովրդի հետ դե հա, տներ մտանք լավ է, մեկ-երկու տեղ։ գյուղամեջ հրապարակ ունենք սպասում։ Ժամը քանիսն է։ Չէ, բանով, հեռախոսով։ 11:53։ Հա։ Նկատում եմ չենք ուշանում, էլի։ 200 մետր է ստեղից Հա, համը մի քիչ մարզանք կան։ Հենց առաջին տուն մտանք, մարդը առողջության ապահովագրությունով աչքերը վիրահատել էր։ Մտանք տեսանք, Բուշկերտ ունենք։ ինչ սուբվենցիաներ եք ներկայացրել, կրթամաններ ենք կառուցում դպրոցում եւ ջրագի դպրոց ենք կառուցում շինարարության ընթացքի մեջ է։ ջրագիծ ենք անցկացրել։ Ջրագիծը ստեր ջրի խնդիր չունենք, վիոլա ջրին առանձնած նորմալ ավիճակը։ Ջրահեռացում չունենք, գոյուղ ընդհանրապես։ Դե տեսեք, նույնիսկ այն Պարտեզի ծրագիրել ունենք ուղղակի տեղ։ բատեղ խիչեք։ Դե պետական տեղ չկա, այնց մի տեղ ունենք ուսումնասիրությունը գրունտը հարմարցած շեղա։ Եղբայր, բարև, եղբայր, մի հատ բուկլետ ձեզ նվիրենք, մի հատ էլ քարտեզ նվիրենք։ Լավ եղեք։ Գյուղի մեջ երկու փողոց է սուբվենցիոն ասֆալտապատում է տարիք սկսվի ունենք։ Բարև ձեզ, ոնց եք։ Բուկլետ նվիրենք ձեզ, քարտեզ նվիրենք ձեզ։ Բարև եղբայր։ Բուկլետ, քարտեզ։ Այնքան եղանակին աչքով տվիք։ Էսա տեղատարապ կսկսի։ Յուղացի եղանակ, խոնավություն պետք է։ Բայց շատ չի արդեն այս տարի խոնավությունը։ Բարև ձեզ։ Բուկլետ, մեր բուկլետից, մեր քարտեզից, մեր բուկլետից, ձեր քարտեզից։ Մի հատ է քարտեզ տվեք։
խնդրեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիրելի բռնակոծիներ, մի քիչ ձայնը թող բարձրացնեն, ձայնը։ Սիրելի բռնակոծիներ, բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ։ Եկեք մի հատ բուռն ծափերով իրար ողջունենք։ Ժողովուրդ, ուրեմն հետևյալ մի տրամաբանությունը կա։ Մենք արդեն երրորդ բնակավայրում ենք Սիսիան խոշորացված համայնքի եւ Սյունիքի մարզի եւ ընդհանրապես տենց խնդիր կա մարդ որ իշխանության մեջ է ալնում միշտ մտածում է ասում է իրականությունից կկտրվի կմեկուսանա միշտ ուզում ենք անմիջական իրականության հետ առերեսվենք եւ դրա համար էլ ես գյուղերում տենց սկզբունք աշխատում եմ որտեղ հնարավոր է առաջին տունը մտնեմ եւ առաջին չնախատեսված մարդկանց հետ շփվեմ եւ ես ուզում եմ ձեր իմպորտը կիսենք առաջինը Գորայ գյուղում ենք մտանք պատահական մի տուն եւ տանը երկու թոշակառու որոնց հետ խոսալից ասացին որ երկու թոշակն է 10000 դրամով բարձրացել է պլյուս հետ վճարով նայած ամիս ստանում են միջև կարա 9000 կարա 11000 դրամ Այսինքն եւ իհարկե նաեւ մենք ներդրել ենք այդ ծրագիրը երկու երեխա կարանչապահաս իրանց առողջության ապահովագրությունն է մեծերի առողջության ապահովագրությունն է չէ չնայած տիկինը 65-ը ապրիլին էր լրացել ասում էր ես դեռ ներառված չեմ բայց հետո առողջապահության նախարարը ասեց որ երբ որ լրանում է տարիքը այս ամիս լրացավ հաջորդ ամսվա 1-ից արդեն մարդը ընդգրկվում է հաջորդը կանգնեցինք Անգեղակոտ գյուղում մի կին պատշգամբից նայում էր բարևեցինք մի քանի անգամից բարևեցինք հետո հետաքրքրվեցի թոշակը բարձրացել է ինչքան 12000 դրամ հետ վճարից օգտվում եք ինչքան եք ստանում նայած ամիս էլի մոտավորապես 10000 դրամ առողջության ապահովագրությունից օգտվում ենք ասեց որ վիրահատել եմ ստամոքսս եւ շատ լավ վիճակում էր համենայն դեպս պատշգամբից նայում էր եւ հլա մի հատ բարձրացանք քարտեզ բուկլետ նվիրեցինք երրորդը բռնակոտ բնակավայրը երրորդ բնակավայրն է եւ մենք էլի մտանք մի տուն մտանք ավելի ճիշտ մոտեցանք մի տան էլի հարց տվեցինք թոշակը բարձրացել է ինչքան 10000 երկու թոշակառու կա տանը 10000-ով անկախ ենք առևտուր անում եք հետ վճար ստանում եք ինչքան մոտավորապես էլի 10000 դրամ 40000 դրամ ընտանիքի բյուջեն ավելացել է երկրորդը պարզվեց տանը պապիկ է ում աչքերն են վիլահատել առողջության ապահովագրության ծրագրով դրա համար է դա պատճառը որ ինքը մեր այսօրվա հավաքին չի մասնակցում եւ ես շատ ուրախ եմ էլի եմ ասում որ մենք 3 տեղ պատահական մտել ենք տուն եւ մենք տեսել ենք մեր ծրագրի արտահայտումը եւ նույնը նախորդ անգամ ներկուսակցական քարոզարշավով որ այդտեղ լսվում է այդտեղ ձեզ ներկուսակցական քարոզարշավով որ Սիսիան էինք այցելել, պատահական մի շքամուտք այցելեցի, մտա այդ շքամուտքը եւ էլի ես նույն ծրագրերը պլյուս մի հատ տուն կար, որտեղ երրորդ երեխան էր ծնվել եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50000 դրամ աջակցության ծրագիրն է ստանում։ Պլյուս դրան, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի
աջակցություններ ստանում մայրիկը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ նախկինում այս ծրագիրը գոյություն ուներ միայն աշխատող մայրերի համար։ Մենք դա դարձրինք բոլորի համար, իսկ գյուղական բնակավայրերում աշխատողների համար կրկնակիից ավելի բարձրացրինք, այսինքն երեխան աշխատող մայրիկը գյուղական բնակավայրում, այսինքն չաշխատողն էլ ստանում, բայց գյուղական բնակավայրում աշխատող մայրիկը երեխան ծնվեց, մինչև 2 տարեկանը ստանում է կարծեմ 59 թե 60 հազար դրամ աջակցություն պետության կողմից, էլ չեմ ասում, եթե երրորդ երեխան է ծնվել, նրան գումարվում է նաև երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի նպաստը։ Բայց մենք այսօր չենք եկել այս ամեն ինչը ձեզ ասելու, որովհետև այս ամեն ինչը դուք այսպես թե այնպես գիտեք, չնայած ինչ որ պիտի ասեմ, էլ գիտեք, բայց մենք եկել ենք եւս մեկ անգամ դա ձեզ ասելու, որովհետև այս ընտրություններում բազմաթիվ հարցեր կա։ Ընդ որում Հայաստանում մենք բազմաթիվ հարցեր լուծել ենք, բայց բազմաթիվ հարցեր չլուծված են։ Բայց ես ձեզ ասեմ, որ աշխարհում չկա գոնե մի պետություն այդպիսի գոյություն չունի, որտեղ չկա չլուծված խնդիր։ Խնդիրը այն չի, թե չլուծված հարց կա թե չէ, խնդիրն այն է, թե հարցեր լուծվում են թե չէ, որովհետև ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մեզ թվում է թե մենք որ հարցերը լուծում ենք, դրանով հարցերը քչանում են։ Ոչ, երբ որ մենք հարց ենք լուծում, դրանով հարցը շատանում է։ Ես այս վերջերս եթերով էլ փորձեցի այդ օրինակը բերեմ, որովհետև մարդիկ երբեմն ասում են, այս ինչ է խոսում, ոչ հարցը լուծում ես, հարցը շատանում է։ Այո, երբ որ հարցը օրինակը բերում եմ, ասում եմ, եթե որևէ մեկը չունի ավտոմեքենա, ինքը ունի մի հարց, ավտոմեքենա չունենալու հարց։ Մի հարց։ Չունի ավտոմեքենա, պետք է լուծի ավտոմեքենա ունենալու հարց։ Հենց ինքը ունեցավ ավտոմեքենա, ինքը ինչ հարցեր պետք է լուծի։ Առաջինը պետք է մտածի ավտոն որտեղ է կանգնացնելու ցերեկը, ավտոն որտեղ է կանգնացնելու գիշերը։ Եվ էսը կարող է կարկուտ գա։ Բա ավտոն որտեղ է կանգնելու, ավտոն որ կարկուտի տակ չընկնի։ Երկրորդը պետք է ապայի հարցը լուծի անպայման, որովհետև նախկինում չուներ ավտո։ Նախկինում չուներ ավտո, այս կարկուտի ավտոն կարկուտից պահելու հարցը չուներ։ Ապայի հարցը չուներ, գիշերը ավտոն կանգնացնելու տեղի հարցը չուներ։ Հաջորդը տեղացմոտր պետք է անցկացնի։ Հաջորդը վառելիքի գնի հարցը պետք է լուծի։ Մեծ հավանականությամբ ավտոն ձեռքաբերե վարգով։ Այդ վարկը ոնց պետք է փակի, որ չընկնի սև ցուցակ։ Հաջորդ խնդիրը էլի այդ խնդիր կար, հա։ Ամառային ձմեռային անիվներ եւ այլն եւ այսպես վարորդական իրավունք, տուգանք ինչքան էլ կարգապահ լինի վարորդը, մեկը որոշակի տուգանքներ ստիպված է լինում վճարել։ Եվ հետեւաբար իմացեք, որ հարցերի գոյությունը չի էականը, էական հարցերը փոխվում են, թե մնում են նույնը։ Երբ որ հարցերը փոխվում են, նշանակում է երկիրը զարգանում է։ Բայց էլ եմ ասում, մեր հիմնական ասելիքը այսօրվա հետևյալն է, այս ընտրությունների, որ մենք եկել ենք ասել, որ խաղաղություն է հաստատվել երկրում եւ մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որովհետև այսօր շատ է խոսվում դրա մասին, հիմա այդ խաղաղությունը կա, չկա, այդ խաղաղությունը հուսալի է, հուսալի չի, այդ խաղաղությունը լուրջ վերաբերվենք, լուրջ չվերաբերվենք։ Ես միշտ բերում եմ նորածին երեխայի օրինակը։ Նորածին երեխան երբ որ ծնվել է, մի օրեկան է, ինքը կա թե չկա, ինքը կա, երբ որ մի շաբաթական է, ինքը կա թե չկա, ինքը կա, ինքը ունի անուն, ազգանուն, ինքը մարդ է, ինքը քաղաքացի է, ինքը թանկ է, ինքը կարևոր է, ինքը սիրելի է, բայց եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք, շանս չունի այդ երեխան։ Եվ հիմա խաղաղությունը այդ նույն երեխան է, որը ծնվել է, եւ նորածին է, մանուկ է, բայց այդ երեխան իր հետ իր ուրախությունը բերել է մեզ, որովհետև այն որ Հայաստանում, որովհետև ընտանիքում երբ որ երեխա ծնվում ուրախանում են, չէ՞ բոլորը։ Մեր խաղաղությունն է որպես երեխա իր ուրախությունը բերել է 2 տարի արդեն Հայաստանի սահմաններին, Ադրբեջանի հետ կրակահերթերից որևէ մեկը չի զոհվել, որևէ մեկը չի վիրավորվել։ Դա մեծ ուրախություն է մեզ համար։ Թոշակները, որ բացացել առողջապահության ապահովագրությունը հաստատվել, դա նաև խաղաղության շնորհիվ է, որովհետև եթե մենք վստահ չլինենք խաղաղության մեջ, կմտածենք այդ 100 միլիարդը ոնց ծախսենք այս նպատակի համար, պահենք մի ուրիշ նպատակի համար կանենք։
պատրաստվելով պատերազմի եւ էսկալացիայի, բայց մենք գիտենք, որ խաղաղությունը վստահելի է, բայց ուզում եմ ասեմ, որ մյուս կողմից չմտածեք, թե մենք անվտանգությունը բաց ենք թողել, բանակը բաց ենք թողել եւ այս շահարկումների պատասխանը տալու համար է, որ մենք մայիսի 28-ին Երևանում զորահանդես հաշվետվություն ենք տալու ձեզ, ընդ որում ցույց ենք տալու միայն նոր ձեռքբերված զենքերը, որովհետև սա սովորական զորահանդես չի, որ մենք Հայաստանի բոլոր զենքերը ցույց տանք։ Մենք ուզում ենք ցույց տանք միայն 2022 թվականից հետո ձեռք բերած զենքերը, եւ ովքեր ժամանակ հավես ունեն, թող գան Երևան Հանրապետության հրապարակում տեսնեն, ովքեր ժամանակ չունեն, հավես չունեն, հեռուստացույցով հույս ունեմ կտեսնենք։ Բայց այս ընտրությունների ամենակարևոր իմաստը եւ նպատակը մեկն է։ Մենք իրար հետ այդ նորածնի նկատմամբ պետքա խնամք տածենք, խնամքով վերաբերվենք եւ պետքա տեր կանգնեք խաղաղությանը, դուք պետքա տեր կանգնեք խաղաղությանը, որովհետեւ դա ձեր խաղաղությունն է, դա մեր խաղաղությունն է, դա Հայաստանի Հանրապետության խաղաղությունն է, որովհետեւ տեր կանգնելով խաղաղությունը նշանակում է, որ մենք Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությանը պետությանը այսօրվան տեր ենք, պատմությանը ապագային տեր ենք եւ ամենակարևորը մեր նահատակների հիշատակին ենք տեր, որովհետեւ մեր նահատակների հիշատակին ավելի մեծ հարգանք եւ ավելի մեծ տուրք չկա, քան խաղաղ, զարգացած, անվտանգ ուժեղ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ուրեմն Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությանը, անկախությանը, մեր նահատակների հիշատակին, դրա համար ինչ պետք է անենք, այդ մեր տեր լինելը արտահայտելու, պետք է գնանք ընտրական տեղամաս եւ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք այո, ընտրություն եւ ելի ուզում եմ մի բան էլ ասեմ, ժողովուրդ 2021 թվին մենք եկել ենք ձեզ ասում ենք իմիջիայլոց այն ժամանակ բռնակոթում չենք եղել 21 թվին Հիմա նաև դիմում եմ այն գյուղերին, որտեղ չենք մտնում, մենք այս ընտրություններում աշխատում ենք մտնել այն գյուղեր, որ նախորդ ընտրություններում չենք մտել, նենց որ խնդրում եմ ներողամիտ գտնվեք, բա ոնց կլինի տենց 1-2-3 ընտրություն բռնակոտ ոնց չգայինք, չէր լինի։ Մենք 21 թվին ձեզ ասում ենք ապագա կա։ Այսօր եկել ենք ասել, որ այս ապագան, խաղաղությունն ապագան, բարձրացված թոշակներն են ապագան, բռնակոթում կառուցվող կրթահամալիր դպրոցն ապագան, առողջության ապահովագրությունն ապագան, բարեփոխվող եւ հզորացող բանակն ապագան եւ կարեւորը սա պատմական փոփոխություն է, որովհետեւ նախկինում ապագան միշտ եղել է մեզանից հեռու։ Այսօր մեզանից հեռու չի, ապագան այս ինչ որ մենք հիմա իրար հետ խոսում ենք, դա այն ապագան է, որի մասին մենք 21 թվին իրար հետ խոսում ենք եւ եկել է ապրելու ժամանակը, եկել ապրել, մենք դուրս ենք եկել գոյատևելու այդ պատմական ցիկլից, մենք մտել ենք ապրելու, զարգանալու, մեր երկիրը շենացնելու եւ մեր պետությունը սերնդեսերունդ 100-ամյակով, 500-ամյակով, 1000-ամյակով մեր սերունդներում փոխանցելու։ Սիրելի բռնակոծիներ, նաև ուզում եմ տեղակ պահել, որ Սյունիքի մարզի մեր մեծ հավաքը նախատեսված է Կապանում վաղը ժամը 7:30, 19:30 Գարեգին Նժդեի հրապարակում եւ ով որ ժամանակ հավես տրամադրություն ունի, խնդրում ենք եկեք, բոլորից սպասում ենք, այնտեղ անակնկալներ ունենք նաեւ ձեզ համար, իսկ հիմա ուզում եմ բոլորիդ ասեմ, որ բոլորիդ սիրում եմ, բոլորիդ առաջ խոնարհվում եմ եւ բոլորովդ պարծենում եմ եւ համոզված եմ, որ ընտրություններ 2026-ին բռնակոթը կքվեարկիում 16-ին։ Լավ եղեք, շնորհակալ ենք։ Հիմա արագ ձեզ քարտեզ բաժանենք, նվիրեք։ Ես ուզում եմ համբուրեմ։ Այս թայնես։ Հաճույքով, Բարի քեզ։ քարտեզ։ Տեսեք,
քարտեզ ում չենք նվիրել, քարտեզ ում չենք նվիրել, քարտեզ Ժողովուրդ ջան, չթրջվեք, մենակ երեխայի հետ արագ խնդրում եմ արագ բադ նկարեք ով նկարի քարտեզ տվեք արագ 3 հատ քարտեզ ով ա ուզում ում չտվին քարտեզ Շնորհակալ եմ եղբայր, շնորհակալ եմ։ Քարտեզ։ Երեխեքի թխված եւ քարտեզ։ Բարև եղբայր ջան, շնորհակալ եմ։ Քարտեզ նվիրեմ մի հատ ձեզ։ Այն աղջիկը ուր էր։ Արի նկարում ենք։ Դե պատրաստ պահի արագ դե խնդրում եմ ժամանակ չունեմ։ Մեզ էլ տվեք, քարտեզ։ Մի հատ նկարեք։ Հաջա Վեցը լավ թիվա, այդ 16 միլիոնի ծրագիրն էլ բռնակոց ընդրեք, սահմանը, Ինչքան է սահմանը, էս էլ վերցրու։ Պարոն վարչապետ, եթե մի խնդրանք Համեցեք, վերցրու քարտ։ Ասեք։ Բարև։ Հաճույքով։ Ես տեսա, որ դուք շատ ուշադիր լսում եք, շնորհակալ եմ։ Ժորժ ջան, կներեք չի լինում խոսալ այս պայմաններ։ Հաճույքով եղբայր։ Չէ, լավ։ Քարտեզ։ 4 հատը ինչի տա պետք 4 հատ։ Ում չեմ տվել քարտեզ։ Ասես են գալիս։ Դե չմիացնից չեք գալիս, մենք էջմիածին էլ ենք գալու։ Տղաներ, բարև ձեզ, էլի քարտեզ։ Գնացինք, շնորհակալ ենք ժողովուրդ ջան, լավ եղեք։ Այսպիսին էր բռնակոթի մեր ջերմ եւ անձրևային հանդիպումը։ Սիրում ենք ձեզ, սիրելի բռնակոթցիներ, սիրելի սիսյանցիներ, սիրելի սյունեցիներ, սիրելի հայաստանցիներ։